Վերադարձան գովազդից այս ընթացքում Հրազդան մարզադաշտում աշխատանքներ են սկսել։ Բայց մենք շարունակում ենք մեր եթերը եւ պետք է խոսենք շատ կարեւոր թեմայի վերաբերյալ։ Քայլտեքի թիմը 2016 թվականից ի վեր զբաղվում է շարժունակության վերականգնման նորարարական լուծումների մշակմամբ։ Քայլտեք ընկերության Metagate նորարար սարքը կանխարգելում է 30-ից ավելի հիվանդություններ։ Metagate, այո։ Անշարժության հետևանքով հաշմանդամություն ունեցող մեր զինվորներն ու մանկական ուղեղային կաթված ստացած երեխաները ոչ միայն զրկված են բնականon կյանքից, այլև կանգնում են մի շարք հիվանդություններ ձեռք բերելու խնդրի առաջ՝ սրտանոթային հիվանդություններ, զգայական համակարգի խանգարումներ, երակային կանգ եւ այլն։ Աջակցելով Metagate սարքի ստեղծմանը կարող ենք օգնել կանխել այս հիվանդությունների առաջացումը եւ նպաստել շարժունակության վերականգնմանը։ Իսկ աջակցել կարող ենք ոչ միայն հանգանակություն անելով Re-Armenia համագործակցության հարթակին, այլև վաղը մայիսի 3-ին կայանալիք բարեգործական համերգին մեր մասնակցությամբ, որի ողջ հասույթը տրամադրվելու է 35 նորարարական Metagate-երի ստեղծմանը։ Սպասվելիք համերգի նորարար սարքի կարևորության եւ նրա շնորհիվ գրանցած արդյունքների մասին կխոսենք հենց մեր տաղավարում։ Մեր տաղավարում է Դավիթ Արսենյանը, կինեզոլոգ Քայլտեք ընկերության հիմնադիր, բարև ձեզ, եւ Գոհար Նավասարդյանը, Հայաստանի անվասայլակով պարերի ֆեդերացիայի նախագահ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Նախ եկեք հասկանանք, թե դա ինչ սարքավորում է, ինչպես է պատրաստվում, ով է գյուտարարը եւ ինչի համար է ծառայում առաջին հերթին։ Սկսեմ պատմությունից, մենք քարորիա պատերազմից հետո աշխատում ենք զինհաշմանդամների հետ ու եկանք մի փուլի, երբ որ մարդը արդեն որ ստիպված է տեղաշարժել անվասայլակով, վերականգնողական բուժումից հետո շարունակում է տանը նստած մնալ անվասայլակին, որից առաջանում են մի շարք հիվանդություններ։ Հերիք չի, որ մի հատ կորցնում են այն հաջողությունները, որը որ մենք գրանցել ենք վերականգնողական բուժման ընթացքում, մի բան էլ արդեն հիվանդություններ են առաջանում ու փորձեցինք ինչ-որ լուծում տալ, սկզբից կանգնակներ, բայց կանգնակը զուտ մենակ կանգնացնում էր ոչ մի բան։ Հետո արդեն ինժեներների հետ մշակեցինք մի սարքավորում, որտեղ հաշմանդամություն ունեցող անձը կանգնում է սարքի վրա ու ձեռքերի աշխատանքի միջոցով շարժման մեջ է դնում ամբողջ հենաշարժողական համակարգը եւ արդեն մի քանի զինհաշմանդամի տանը այդ սարքերից ունենք տեղադրած ու շատ լուրջ հաջողություններ ունենք գրանցած, բայց մեզ նաև անհրաժեշտ էր, որ հենց կենտրոնական նյարդային համակարգն էլ ներգրավեր process-ում, ոչ միայն հենաշարժողական, այլ նաև կենտրոնական նյարդային համակարգը, որովհետև չքայլելը դա հենց ողնուղեղի կամ գլխուղեղի նյարդերի, տրավմայի կամ ինչ-որ նեյրոդեգեներատիվ հիվանդության արդյունք է, եւ հենց մի անգամ ես խաղացի VR խաղը ընկերոջս մոտ եւ մեր զինհաշմանդամների տղաներից մեկին խնդրեցի գալ փորձեր գանգուղեղային տրավմայով ինքը 1-2 արդեն բոքս էր խաղում այս միակողմանի պարալիզացված էր ձեռքը 1-2 երրորդին էս չաշխատող ձեռքով սկսեց հարվածել ու տեղից արդեն միանգամից գաղափար առաջացավ որ վերականգնողական բուժմանը արդեն կարելի է լրիվ այլ մակարդակ տանել որը ոչ միայն չի լինի դժվար, այլ նաև կլինի հաճելի, հա։ Սարքը նաև արդեն մեր թիմում, հա, ինժեներների ծրագրավորողների հետ ենք սարքել ու հիմա հնարավորություն ունենք աշխարհով մեկ ստեղծել հաշմանդամային կիբերսպորտ։ Այսինքն սա ոչ թե ինչ-որ գաղափար է, որը որ մենք վերցրել ենք Ճապոնիայից կամ Չինաստանից, սա լրիվ հայկական նոու-հաու է, ամեն ինչով պատենտավորված։ Վերջապես, կեցենք։ Ինձ թվում է, որ մենք այդպիսի բաներ անում ենք փաստորեն, այո։ Եվ ինչու՞մն է խնդիրը այսօր։ Գումարներ է պետք սարքերը պատրաստելու համար, եւ ինչ գումարների մասին է խոսքը եւ ինչ արժե մոտավորապես մեկ սարքը։ Մեկ սարքը 2 միլիոն 100-150 հազար դրամ։ Այո, բայց ինքը եթե նայում ենք, հա, սենց Հայաստանի համար թանկ է, բայց շատ ավելի էժան է, որովհետև նայեք հաշմանդամություն ունեցող անձանց մոտ հիվանդությունները որպես հետևանք, որ առաջանում են, սարքը կանխարգելում է այդ հիվանդությունները, հետևաբար կանխարգելում է դրա ծախսերը։
այսինքն ենթադրենք բացվել է վերք, պարկել է խոց, գնում են, վիրահատում են, բայց 6 ամիս հետո նույն տեղից դա միայն պարկել է խոց է, բայց այնտեղ կան մի շարք հիվանդություններ, օստեոպարոզը, կոնտրակտուրաները, ատրոֆիաները, որոնք որ անդադ կրկնվում են։ Բայց դրսի շուկայում մենք հիմա ուզում ենք նաև դուրս գալ, ինքը լինելու է շատ ավելի թանկ։ Դե պարզ է, որ Սա մենակ Հայաստանի համար է այսպես, ու հետագայում դրսի շուկայում այդ խաղերը, որ նոր են գրում, դրա լինելու է էլի վճարովի դրսի շուկայում։ Հայաստանում ինչքան խաղ լինի, բոլորը արդեն նոր ապդեյթներ կտան ու անվճար կլինի։ Այսինքն դա ոչ միայն, այսպես ասած, ինչ որ սարքավորում է, այլ նաև искусственный разум, Աննա Հայրեն, արհեստական բանականություն։ Այո, դա այն ինչ որ մեզ չի հերիքում շատ դեպքերում։ Ինչպես դուք կարող եք դա օգտագործել եւ օգտագործել եք արդյոք։ Օգտագործել եմ, անկեղծ ասած, եւ առաջին փորձը անել հաջող չէր, որովհետեւ նախ ես կյանքում երբեք դահուկ չի քշել ու այդքանի հետ մեկտեղ ես արդեն 19 տարի ասայլակ եմ օգտագործում ու այդ ինտերվալը շատ մեծ էր, մի անգամից գլոբալ ինչ-որ քայլեր անելու, Անել քայլելու հետ կապված ոչինչ որ այլ առումով եւ առաջի անգամ երբ որ սարքի վրա կանգնեցի առանց վիարակնոցների ամեն ինչ շատ հաճելի էր երբ որ կանգնած ես ու տեսնում ես վերևից ամբողջ սենյակը լրիվ հաճելի էր բայց դա շատ կարճ տևեց երբ որ վիարակնոցները դրեցի արդեն դահուկով էի ես Արդեն դահուկային ուրեմն տրասե վրա գտնվեցի եւ Եվ չանցած 30 վայրկյան ես արդեն սարից սենց գահավիժում էի։ Ինչ զգացմունքներ էր դա։ Ես ասեմ, որ կյանքում չի պատկերացնում, որ VR-ը այդքան արագ կարող է ռեալ իրականությունից վիրտուալ իրականություն տեղափոխել քեզ, որովհետև վայրկյաններ անց ես արդեն մոռացել էի, որ գտնվում եմ այդ սենյակում, այդ սարքի վրա կանգնած, ես լրիվ ապրում էի այն էմոցիաները, ինչ որ կապրեի, օրինակ, եթե իրականում սարից դահուկներով առաջին անգամ Ծաղկաձորում կամ Ավստրիայում, այո։ Հա, ու երբ որ հասա սարի պրնկին, որ պետք է արդեն թրջեի, Փարիզ բունի մաստով, ես սկսեցի գոռալ։ Ու հետո Այսինքն իսկապես այդ էմոցիաները փոխանցվում են։ Ոչ, այսպես ասած, ռեալ կյանքը իրական է։ Հա, իրական է, ու հետո Դավիթն ինձ ասում է, կարող է ակնոցները հանել կամ աչքերը փակել, բայց ես այդ պահին ընդհանրապես չէի մտածում այդ մասին։ Լավ, իսկ ինչ տվեց դա ձեզ, բացի այդ էմոցիաներից, որոնք որ կարողացաք հաղթահարել եւ այլն։ Ֆիզիկապես օգնեց։ Արդեն համարը մի ամիս կլինի, որ ես ռեգուլյար սարքից օգտվում եմ։ Դահուկ եք քշում թե տարբեր։ Տարբեր, օրինակ ունենք, որ այցելում ես Տաթևի վանական համալիր։ Դուք ով ոտքերով կարծես թե քայլում։ Այո, դուք ներքև նայելուց տեսնում ես ոտքերը ոնց ես քայլում։ Դա էլ շատ կարևոր է, որովհետև մենք բոլորս անկախ մեր կամքից ենթագիտակցորեն նայում ենք, հատկապես երբ որ ինչ-որ նոր տեղ ենք գնում, ոտների տակ անպայման նայում ենք, չէ՞։ Եվ այդ շատ փոխքն ես ամեն։ Այդ շատ կարևոր է, որովհետև անկախ քեզանից ուղեղդ վերհիշում է այն ամենը, ինչ որ դու տարիների ընթացքում ես կիրառել։ Տաթևի վանական համալիր կարող ենք այցելել, ջրային հեծանիվ քշել Սևանում, հետո Եվ զգացում եմ որ դա Սևանն է, թերակղզին է երևում։ Եկեղեցին։ Հայերեն բառերը ինչ-որ Հայաֆիկացված են Այո, ամբողջությամբ։ Իսկ հնարավոր է որ այս սարքավորումը նաև մարդկանց ոտքի կանգնեցնի նորից։ Նայեք, որպես այդպեսին աշխարհում նման փորձ չկա դեռ։ Հա, բայց կոնկրետ մենք ունենք մեկ հոգի զինաշմանդամ շատ ծանր գանգուղեղային տրավմայով մոտ երևի արդեն մի ամիս կլինի, հայրը զանգեց ինձ ասաց, որ տղաս բռնվելով ինքնուրույն Իսկ միջև այդ առհասարակ հույսը չեն տալի, որ հնարավոր է։ Հա, բնականաբար, բայց նայեք, հիմա է սխալ կլինի, որ ասեմ, հա, որովհետև ինքը ապացուցված չի, այսինքն պետք է 100-ից գոնե 40-ը քայլեն, որ մենք ասենք 40% ունենք հնարավորություն։ Բայց նախադեպը այնուամենայնիվ ունենք արդեն։ Կարելի է այդպես ասել, բայց այստեղ եթե գիտական մենք նայում ենք, ուսումնասիրում ենք, հնարավորությունները մեծ են։ Հա, բայց ամեն դեպքում դա պետք է շատ աշխատել դրա վրա։ Ես ուզում եմ իմ բան հասկանամ։ Կա տեխնիկական մաս, այսինքն կար գաղափար, հետո կար տեխնիկական մաս, հետո կային մարդիկ, որոնք որ դա օգտագործում են, եւ կան այսօր հետազոտողներ, որոնք այդ ամեն ինչը հետեւում են։
Դուք պատմում եք, օրագիր եք գրում ձեր զգացմունքների մասին, զրուցում եք բժիշկների հետ, ձեր վրա հատուկ սարքավորումներ են դնում, որ համի բան չոր բաներ հասկանան։ Հատուկ սարքավորումներ չենք կիրառում, ամեն օր, ամեն խաղից հետո, ամեն սեանսից հետո, ես ասում եմ, օրինակ, չգիտեմ, ծառի գույններ ինձ տպավորել, անսով։ Դա ուզում ասեմ, դա գրանցում է գիտական մոտեցում կա այդ Այո, ամենի իհարկե, ես այդ հարցին ես պատասխանեմ։ Հիմա մենք մի քանի հոգու տան ունենք դրած ամեն օր կամ շաբաթը մեկ ինձ ուղարկում են տեսանյութեր իրենց պարապմունքի ժամանակ։ Այսինքն իրանք չեն կարողանում անել միջև սարքը սա, սարքի 1-2-3 ամիս հետո օգտագործումից արդեն այս ֆունկցիան ավելացել է։ Դրանք այդ ամբողջը հավաքվում են մեր մոտ ու նաև սարքի վրա կա դաչիկներ, սենսոր տվիչներ, որը որ տալիս է օրվա ընթացքում ինչքան է քայլել, ինչքան պտույտներ արել, ինչքան ճանապարհային, ինչքան կալորի եւ այդ ամեն ինչը գրանցվում է մեր մոտ ու մենք արդեն համեմատական կարողանում ենք տալ արդյունք թե ինչքան պարապելուց հետո ինչ արդյունք կարան գրանցենք հիմնվելով նախորդ փորձերի վրա։ Ինքը լրիվ նորարարություն է, այսինքն աշխարհում այն խնդիրը, որը որ մենք լուծել ենք, աշխարհի այն ամենաուժեղ վերականգնողական կենտրոնը այդ հարցին բախվում է, որովհետև մարդը գնում է տուն Այլ ոչինչ չի անում, բայց վերականգնողական բուժումը կամ պարապմունքները պետք է լինեն շարունակական։ Իսկ սարքը դա թույլ է տալիս ու ընդհանուր սերվերի մեջ մեկը մյուսի հետ կարողանում է շփվել, խոսել, իրար հետ կարողանում են զբոսնել։ Եթե խաղից մեկը մյուսից հեռվանում է, այլ չեն լսում, նոտիկանում են, լսում են այնպես ինչպես ես նաև մտածեցի, որ քանի որ դուք բարերի հետ կապ ունեք, միգուցե կարելի է պատրաստել ինչ-որ ծրագիր կամ ինչ-որ խաղ, որը որ մարդիկ կարող են լինեն աշխարհի լավագույն բարային ակումբներում։ Գիշերային ակումբներում եւ այնտեղ պարել։ Միտք է ձեզ մոտ գալիս։ Գուցե արդեն ունեք նման։ Ես մի բան եմ ուզում ասեմ, փաստորեն վաղը համերգական, ով է ելույթին անալու, որտեղ ինչպես մարդիկ կարող են աջակցել եւ ինչքան գումար եք ակնկալում ունենալ, այսպես ասած։ Մինիմում առհասարակ թե համերգից։ Համերգից։ Եւ նաեւ առաջիկայում ինչքան գումար է անհրաժեշտ, որպեսզի դուք իրականացնեք այն պլանավորածը, որ պետք է իրականացնեք։ 24-25 միլիոն արդեն հավաքվել է, եւս 50 միլիոն որ կարողանանք հավաքել, մենք կարող ենք ապահովել այդ սարքավորումներից, ուստակ նաև երկու շատ կարևոր հարց է լուծվում։ Մեկը առաջինը տեսեք դուք ինչքան ուրախացեք, որ դա արտադրվում է Հայաստանում։ Այո, ես ամենաշատը դրա վրա ուրախացել եմ։ Իսկ եւ հայկական գաղափարն է եւ այո, իսկ դա ամբողջ աշխարհում կարող լինի կիբերսպորտի կամ կիբերտուրիզմի նեյրոռեաբիլիտացիոն, հեռավար ռեաբիլիտացիոն, դա ծնունդը լինի Հայաստանում։ Полезность приятным, այստեղ շատ կարևոր է։ Իսկ մյուս հարցը հիվանդությունների կանխարգելում, կյանքի որակի բարձրացում, հա։ Իսկ համերգից, այսպես ասած, համերգը լինի հայատ պրոջեկտն լինելու է պլատֆորմում, Սարյանում, ակումբում, հա, 1000 տոմս ենք ոնց որ նախատեսել 1000-ի է, հա, տեսնենք ինչքան կվաճառվի, հուսով եմ, որ Եվ այսինքն բոլորս գնում ենք պլատֆորմ, գնում ենք տոմսեր եւ հասկանում ենք, որ ինչ որ մեկի կյանքը ավելի պայծառացնում ենք, ավելի իմաստով լցնում ենք եւ գիտեք ինչ կա, ես միշտ ասել եմ, որ մարդիկ, որոնք որ սայլակների վրա են, մեզանից շատ ավելի ուժեղ են իրականում, թե հոգեպես, թե ֆիզիկապես, որտեվ դուք պատկերացրեք ինչ կարող եք անել եւ ինչ չեք կարող անել, իսկ այս մարդիկ սահմաններ չունեն իրենց կարողությունների մեջ։ Գեղեցիկ են, առողջ տեսք ունեն, ժպտում են, պոզիտիվ են եւ մայլ կարող են աշխարհի լավագույն գիշերային ակումբներում ապարել, որովհետեւ մենք ունենք այդպիսի սարքավորումներ։ Բայց եթե նույնիսկ համերգին գնաք եւ անկախ դրանից կուզենք նաեւ իմանալ ինչպես կարող են այլ տարբերակներով դիմել։ Ռեարմենիա հարթակում գտնում են մտագետը եւ այնտեղ արդեն նվիրաբերություն անում են այնքան ինչքան որ ուզում են։ Ցանկանում են։ Ամեն դեպքում 1000 դրամ մարդիկ կան, օրինակ խնդիր կա, հա, ես տեսնում եմ, բայց 5000 դրամ օրինակ հա փոխանցում, բայց ամեն չի, ինձ 5000։ Չէ, իրականում բայտակ չեմ ունենում, բայց հիմա հասկանում եմ, որ 1000 դրամն էլ անգամ հարցելուց։ Այո, եւ իրականում աշխարհում ասում են, որ այդ $1 շատ ավելի շատ հարցեր են լուծում, քան այն մարդիկ, որոնք որ 1 միլիոն կամ 2 միլիոն ամերիկյան դոլար են փոխանցում, ինչ որ բարեգործություններ։
Շնորհակալություն ենք հայտնում ձեզ ձեր գաղափարը իրականություն դարձնելու համար եւ ես հիշեցնեմ, որ մեր տաղավարում էին Դավիթ Արսենյանը, կինեզոլոգ Քայլտեկ ընկերության հիմնադիր եւ Գոհար Նավասարդյանը, Հայաստանի անվաս այլակով պարերի ֆեդերացիայի նախագահ։ Եվս մեկ անգամ շնորհակալություն ձեզ հաջողություն ենք մաղթում, քանի որ այս հաջողությունը մեզանից յուրաքանչյուրինն է եւ հանուն մեր հաշմանդամություն ունեցող անձանց առողջությանը։ Ես մտածեցի եւս մեկ լավ գաղափար կարելի է մարզադաշտերում է գտնվել։ Ֆուտբոլ դիտել։ Լինելու է ֆուտբոլ, ֆուտբոլը ուղղակի մի քիչ իր ֆիզիկան բարդ է, գնդակը, բայց մենք նախատեսել ենք։ Բացի խաղացողներից նաև երկրպագուներ են ստացել։ Բոլորը անձամբ իրանք խաղան։ Այսինքն հաշվում իրա վրա լինելու են կնոպկաներ, այդ հարվածի համար, ասենց լրիվ ասենց մի հատ ուրիշ աշխարհ է։ Իդեպ ես էլ օգտվել եմ առիթից, հրավիրում եմ մեր օֆիս գրասենյակ, դուք գաք, անձամբ փորձեք տեսնելու համար թե դա ինչ է։ Հիմա ինչքան էլ պատմեմ։ Իհարկե, ավելավ է մեկ անգամ տեսնել։ Շատ լավ, իսկ մինչ մեր տաղավարում կծնվեն հերթական հետաքրքիր գաղափարները, դուք այժմ փոքրիկ գովազդային ընդմիջում դիտեք, որից հետո կվերադառնանք։ Գովազդ Շանթի եթերը։ Շարունակությունը դիտեք Շանթ Digital TV հավելվածով ցանկացած ժամանակ ձեզ հարմար տեղում։ Իդեպ տեսադարան բաժնում կգտնեք Շանթի բոլոր ռեյթինգային հաղորդումները, սերիալները, մուլտերը եւ ֆիլմերը։